Հայաստանից Իրան և հակառակուղությամբ բեռնափոխադրումների ծավալում վերջին օրերին ինչ Իրանում պատերազմական գործողություններ են, փոփոխություններ չկան, այս մասին հայտնում են պետական եկամուտների կոմիտեից։ Ագարակ մաքսային անցակետն աշխատում է սովորական ռեժիմով, սպասարկելով թե Հայաստանից Իրան, թե Իրանից Հայաստան բեռնատարների անցումը։ Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցությունը խորանում է, զարգանում է և կառուցվում է արդեն հաստատված երկարատև ավանդույթների վրա։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական երկխոսությունը եղել է, կա և մնում է շատ ակտիվ։ Նույնը կարելի է ասել նաև տնտեսական համագործակցության մասին։ Հայաստանի վարչապետի գնահատմամբ կարևոր է հասկանալ, թե ինչ ուղղություններով կողմերը կարող են համագործակցել մարտահրավերներն առավել արդյունավետ կառավարելու և հնարավորություններն առավել արդյունավետ օգտագործելու համար։ Մարտի 1-ից մինչև 150 միլիոն դրամ տարեկան իրացման շրջանառություն ունեցող որոշակի տեսակի գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար սահմանվել են ֆիզիկական POS անկախ եղանակով իրականացվող քարտային գործարքների միջնորդավճարների առավելագույն սահմանաչափեր։ Առկա քարտերով գործարքների համար սահմանաչափը 0.5%-ն է, հայկական բանկերի կողմից թողարկված Visa և Mastercard քարտերով գործարքների համար 0.9%։ Տեղեկությունը հայտնում էին Հայաստանի բանկերի միությունից։ Լոս Անջելես Թայմսի տպագիր տարբերակում և կայքում հրապարակվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասին անդրադարձ, հաշվի առնելով այն կարևոր փաստը, որ ձեռնարկությունը առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի տնտեսական և արդյունաբերական լանդշաֆտում։ Պարբերականին տված հարցազրույցում ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին ընդգծել է, որ վերջին 4 տարում ընկերությունը դարձել է Հայաստանի խոշորագույն հարկատուն։ Շեշտվել է, որ ԶՊՄԿ-ի ազդեցությունը ՀՆԱ-ում կազմում է մոտ 3%, իսկ երկրում հանքարդյունաբերության ծավալը 5%, այն դեպքում, երբ ոլորտը զբաղեցնում է Հայաստանի տարածքի ընդամենը 0.5%-ը։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ գործողության ավարտից հետո նավթի գները կնվազեն։ Այո, որոշ ժամանակ գները բարձր կլինեն, բայց երբ մենք ավարտենք, գները կնվազեն, հայտարարել է Թրամփը, հավելելով, որ իր կարծիքով վերջնարդյունքում գները նույնիսկ ավելի ցածր կլինեն, քան նախկինում էին։ Դուբայի տնտեսությունը մոտ $1 միլիոն է կորցնում յուրաքանչյուր րոպեում օդանավակայանի աշխատանքի խափանումների պատճառով։ Գլխավոր ավիացիոն հանգույցի գործունեության դադարեցումը ֆինանսական կորուստներ է առաջացնում Emirates ավիաընկերության տարանցիկ փոխադրումների, հյուրանոցների, առևտրային կետերի և տրանսպորտային ենթակառուցվածքների համար։ Դուբայի միջազգային օդանավակայանը կապում է ավելի քան 260 քաղաք 100-ից ավելի երկրներում։ Իսպանիայի կառավարությունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է հարգի միջազգային իրավունքը և Եվրամիության ու Միացյալ Նահանգների միջև կնքված երկկողմ առևտրային համաձայնագիրը։ Հայտարարությունը հնչել է նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններից հետո, ըստ որոնց Վաշինգտոնը խզում է բոլոր առևտրային և տնտեսական կապերը Իսպանիայի հետ։ Թրամփը հայտարարել էր, որ որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Իսպանիան հրաժարվել է տրամադրել իր տարածքում գտնվող ռազմաբազաները նահանգներին Իրանի ուղղությամբ հարվածներ հասցնելու համար։ Ասիական ֆոնդային շուկաները մարտի 4-ի սակարկությունների մեկնարկին կտրուկ անկում են ապրել։ Մերձավոր Արևելքում ծավալվող պատերազմը վախ է սփռել ներդրողների շրջանում և ուժեղացրել էներգակիրների մատակարարման հնարավոր ընդհատումների վերաբերյալ մտահոգությունները, ինչը կարող է լուրջ հարված հասցնել ներմուծումից կախվածություն ունեցող ասիական տնտեսություններին։ Հում նավթի մոտ 46%-ը Ասիա է տեղափոխվում կենսական նշանակություն ունեցող երթուղով Հորմուզի նեղուցով, որի գործունեությունը այժմ սահմանափակված է։ Հայաստանի Հանրապետությունում արդեն հստակ սահմանվում է, թե ով է համարվում անհետ կորած անձ և ինչ իրավունքներ ունեն նրա հարազատները։ Ըստ այդմ, զինծառայողը կամ զինծառայության մեջ չգտնվող այն անձը, այդ թվում կամավորականը, ով անհետացել է ռազմական գործողության հետևանքով ստեղծված պայմաններում, պաշտպանության գործողությունների մասնակցելու կամ մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ, զինադադարի ընթացքում կամ ռազմական գործողություններին հաջորդ
խորհրդող խաղաղ պայմաններում համարվում է անհետ կորած։ Անհետ կորածի ընտանիքի անդամները հարկային կրթական մի շարք այլ արտոնություններից կարող են օգտվել, կստանան նաև հավելյալ ֆինանսական աջակցություն, կստեղծվի անհետ կորած անձանց ռեեստր, որը պետք է ղեկավարվի լիազոր մարմնի կողմից եւ հասանելի լինի նաև պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին։ Անհետ կորած անձանց հարցերով լիազոր մարմին սահմանվեց Ազգային անվտանգության ծառայությունը։ Ազգային ժողովն օրենքն ընդունեց 88 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։ 88 դեմ, ձեռնպահ չկա, որոշումն ընդունվել է։ Ազգային ժողովն ընդունեց նաև Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագիր վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը, ռոռոկման եւ ջրամատակարարման, ջրահեռացման ծառայությունների մատուցման որակը բարձրացնելու նպատակով Հայաստանին կտրամադրվի 70 միլիոն 400 հազար եվրո վարկ։ Համաձայնագրով զգալի միջոցներ են ուղղվելու ենթակառուցվածքների արդիականացմանը, բայց նաև սոֆթ բաղադրիչի ներդրմանը։ Այն է ռազմավարական ծրագրերի մշակում, ինստիտուցիոնալ բարեփոխումներ, քաղաքականությունների վերանայում, ազգային կենտրոնի ստեղծում։ Նախագիծն ընդունվեց 66 կողմ, 18 դեմ, 2 ձեռնպահ ձայներով։ Ազգային ժողովի նիստում ներկայացվեց նաև հակակոռուպցիոն կոմիտեի 2025 թվականի գործունեության հաշվետվությունը։ Ըստ պաշտոնական տվյալների 2025 թվականի ընթացքում դատարան ուղարկված մեղադրական եզրակացություններով քրեական վարույթների շրջանակներում դատական պատասխանատվության է ենթարկվել 298 պետական ծառայող, այդ թվում նախկին պաշտոնատար անձինք։ Հաշվետու ժամանակահատվածում հակակոռուպցիոն կոմիտեում քննարկվել եւ սահմանված կարգով ընթացք է տրվել ընդհանուր 5655 թիմում հաղորդումների, որից 882-ով նախաձեռնվել է քրեական վարույթ, 971-ով քրեական վարույթ չի նախաձեռնվել, իսկ 736-ը ուղարկվել է կոմիտեի օպերատիվ հետախուզական վարչություն ստուգումներ իրականացնելու նպատակով։ Ազգային ժողովում Փակ եւ Գաղտնի քվեարկության արդյունքում քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Վանիկ Օհանյանն ընտրվեց առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Ազգային ժողովի 107 падգամավորներից քվեարկությանը մասնակցեց 64-ը։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 64, դեմ 0։ Ամերիկյան Starlink ընկերության եւ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համագործակցության շրջանակում Հայաստանի կառավարությանը նվիրաբերված տերմինալների 100 նոր խմբաքանակն արդեն Հայաստանում է։ Այս մասին հայտնել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նախարարի խոսքով ԿԳՄՍ նախարարության հետ մեկնարկում է սարքավորումների տեղադրումը այն դպրոցներում, որտեղ դրանց կիրառումն առավել անհրաժեշտ է արագ եւ կայուն ինտերնետի հասանելիություն ապահովելու համար։